Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում լսել մեր բաժանորդու կողմից ուղարկված այս հուզիչ ու դրամատիկ պատմությունը։ Սարան միշտ էլ հանդարտ բնավորություն ուներ, նրա հայացքում կար խաղաղություն, նրա խոսքում մեղմություն։ Երբ երիտասարդ տարիքում սիրահարվեց Արմենին, կարծեց, թե հանդիպել է իր կյանքի մարդուն։ Արմենը խարիզմատիկ էր, վճռական, շփվող։ Սարայի համեստությունը գրավեց նրան, իսկ Սարան հավատաց, որ այդ սերը հավերժ է լինելու։ Երկուսն էլ համեստ կյանքով սկսեցին, վարձով փոքր բնակարան, համատեղ երազանքներ, պլաններ, երեխա, տուն, կայուն կյանք։ Ժամանակի ընթացքում Սարան թողեց իր աշխատանքը իրենց նորածին աղջկան Լիլիթին խնամելու համար։ Արմենը շատ էր աշխատում, հաճախ ուշեր տուն գալիս։ Սկզբում Սարան դա չէր նկատում, մտածում էր, որ ամեն ինչ իրենց լավ ապագայի համար է։ Բայց ժամանակի ընթացքում Արմենի վարքագիծը փոխվեց։ Նա դարձել էր սառը, անտարբեր, հաճախ տագնապալի լռությամբ պատասխանում էր Սարայի հարցերին։ Սարան փորձում էր փրկել հարաբերությունները ջերմ ժպիտներով, համեղ ընթրիքներով, փոքր անակնկալներով, բայց ամեն ինչ թվում էր իզուր։ Մի երեկո, երբ Լիլիթը քնած էր, Արմենը լռությամբ նայեց Սարային և ասաց. «Ես ուրիշ մեկին եմ սիրում, նրա անունը Նարինե է, նա հաջողակ է, հարուստ և մենք հիմա իրար ենք պատկանում, ես դուրս եմ գալիս տնից»։ Սարան բառացիորեն քարացավ, ամեն ինչ, ինչին հավատում էր, մի վայրկյանում փլուզվեց։ Նա լուռ նայեց ամուսնուն, սպասելով, որ սա ուղղակի կատակ է։ Բայց նրա աչքերում այլևս սեր չկար, միայն հոգնածություն ու օտարություն։ Այդ գիշեր Սարան չքնեց։ Նա նստեց Լիլիթի մահճակալի մոտ, նայեց երեխայի քնքուշ դեմքին ու խոստացավ ինքն իրեն. «Ես կդառնամ ուժեղ ոչ նրա համար, որ վրեժ լուծեմ, այլ նրա համար, որ ապրեմ արժանապատվորեն ինձ ու աղջկաս համար»։ Հաջորդ օրերը դժվար էին։ Ճիշտ այնպես, ինչպես անձրևը մաքրում է օդը, Սարան էլ իր հոգին սկսեց մաքրել։ Նա գնաց վերապատրաստման դասընթացների, ստացավ նոր հմտություններ, նա սկսեց տանից աշխատել, գրեթե առանց օգնության մեծացրեց Լիլիթին։ Երբ Նարինեի փայլը սկսեց մարել, երբ Արմենը կորցրեց իր ներդրումներն ու ընկավ ֆինանսական խնդիրների մեջ, Նարինեն առանց զղջալու հեռացավ նրանից։ Արմենը մնաց մենակ իր երբեմնի պայծառ ապագայի փլատակների մեջ։ Տարին անցավ։ Արմենը վերադարձավ, կանգնած նույն շեմին, որտեղից հեռացել էր, առանց ափսոսանքի։ Այս անգամ նրա հայացքում կար խոնարհություն, սարսափ, հույս։ Դուռը բացեց Սարան։ Նա փոխված էր։ Հագու կապը, դեմքի արտահայտությունը, աչքերի խորությունը խոսում էին ներքին ուժի մասին։ «Սառա», Արմենը հազիվ արտաբերեց, «ես սխալվել եմ, ես ամեն ինչ կորցրի ու հիմա հասկանում եմ, ինչ էի իսկապես ունեցել»։ Սարան չխոսեց մի պահ, նա նայեց նրան, հետո շրջվեց դեպի սենյակը, որտեղ Լիլիթը նկարում էր մայրիկի համար փոքրիկ արև։ Սարան շրջվեց դեպի Արմենը։ «Տեսնում ես այդ աղջկան, մեր աղջկան։ Նա մեծացել է առանց հոր, բայց ես երբեք թույլ չտվեցի, որ տկարություն զգա։ Ես դարձա մայր ու հայր միաժամանակ, իսկ իմ սիրտը, ես նորից սիրել եմ, այս անգամ ինձ, և ես այլևս երբեք չեմ վերադառնա այնտեղ, որտեղն իմ սերն անտեսված էր»։ Արմենի հեռանալուց հետո Սարայի կյանքը կարծես ավելի թեթևացավ։ Նա այլևս չէր պայքարում անցյալի դեմ, այժմ նա ապրում էր ոչ թե պարտքի զգացողությամբ, այլ արժանապատվությամբ։ Սարան սկսեց հաճախ ելնել մարդկանց հետ շփվելու։ Դասընթացների ժամանակ ծանոթացավ հետաքրքիր մարդկանց հետ։ Մեկն առանձնանում էր իր մտքի պարզությամբ, հումորով և բարությամբ, և դա Արամն էր։ Նա դասավանդում էր նույն դասընթացում որպես հրավիրված մասնագետ։ Սկզբում նրանք ընդամենը փոխանակում էին մասնագիտական մտքեր, բայց շուտով այդ զրույցները դարձան ավելի ջերմ, խորքային ու մարդկային։ Արամը միանգամայն ուրիշ մարդ էր։ Նա չէր փորձում տպավորություն թողնել, չէր շեշտում իր հաջողությունները, բայց նրա խոսքը հնչում էր այնպես, որ Սարան զգում էր, լսում էր իսկապես ու խորապես։ Արամը գիտեր, թե ինչ է ապրել ցավի միջով։
Նա նույնպես մեկ անգամ արդեն փորձել էր ընտանիք ստեղծել, բայց կնոջ վաղ մահը թողել էր խորը վերք։ Նրանց առաջին ոչ պաշտոնական հանդիպումը եղավ մի երեկոյան, դասընթացից հետո։ Արամը մոտեցավ, ձեռքին փոքրիկ գիրք։ Կարծեցի սա քեզ դուր կգա, այս հեղինակը գրել է այնպես, կարծես կարդում է կնոջ հոգին։ Սարան ժպտաց։ Իսկ դու կարծես ճանաչում ես այդ հոգին։ Այդ երեկոն երկար շփումով ավարտվեց։ Մի բաժակ սուրճ խմեցին, փափուկ լույսի տակ անկեղծ խոսեցին ու երկուսի աչքերում մի նոր փայլ նկատվեց։ Անցան շաբաթներ։ Արամն ու Սարան սկսեցին ավելի հաճախ հանդիպել։ Լիլիթն արդեն ճանաչում էր նրան։ Արամը չէր փորձում դառնալ Սարայի կյանքի կենտրոն, նա պարզապես եղել էր կողքին աննկատ, բայց մշտապես։ Սարան երկար ժամանակ մերժում էր իր սրտի նոր զարկերը։ Նրա ներսում դեռ կար կասկած, արդյոք նոր սեր կարելի է հավատալ ու ունենալ։ Բայց Արամը չէր շտապում։ Նա գիտեր իսկական զգացմունքները պետք է աճեն, ոչ թե պարտադրվեն։ Մի երեկո, երբ Սարան իր փոքրիկ աշխատասենյակում աշխատում էր նոր նախագծի վրա, լսեց դռան թակոցը։ Արամն էր, ձեռքին սպիտակ թղթով ծածկված նկար։ Լիլիթը նկարել է մեզ երեքիս միասին։ Նա ասաց. «Ես արդեն պատկերացնում եմ իմ ընտանիքը»։ Սարան լռեց, նրա սիրտը ցնցվեց, միևնույն ժամանակ խառնված ուրախությամբ ու վախով, բայց այս անգամ նա չփակեց սիրտը։ Նա նայեց Արամին ու առաջին անգամ ասաց. «Ես չեմ ուզում այլևս միայնակ պայքարել, բայց հիմա ուզում եմ վստահել միայն նրան, ով կգա ոչ թե փրկելու ինձ, այլ ձեռքս բռնելու, երբ ես արդեն կանգնած եմ իմ ուժերով»։ Արամն ընկալեց այդ խոսքերը որպես հրավեր, ոչ թե խոստում, և նա չխոստացավ արևներ, ուղղակի պատասխանեց. «Ես ոչինչ չեմ փոխի քո կյանքում, միայն կողքդ կլինեմ, երբ դու որոշես սիրել նորից»։ Բայց կյանքը միշտ իր փորձությունն է բերում։ Մի օր Արմենը վերադարձավ ոչ թե ներողություն խնդրելու, այլ պահանջելու հանդիպել իր աղջկան։ Նա ասաց, որ այժմ նորից կայուն աշխատանք ունի, որ ուզում է Լիլիթի կյանքում ներկա լինել։ Սարան այդ պահին խառնվեց, նա չէր կարող արգելել հայրական իրավունքները, բայց չէ՞ որ Լիլիթը նրան արդեն գրեթե մոռացել էր։ Արամն այդ պահին կրկին աջակցեց նրան հարգելով Սարայի երկմտանքը առանց միջամտելու։ Նա պարզապես ասաց. «Դու ինչ կզգաս, ինչն է ճիշտ, ես չեմ պայքարում որևէ մեկի դեմ, ես քո կողքին եմ, ոչ թե կշեռքի վրա, այլ կողքիդ»։ Սարան որոշեց խոսել Լիլիթի հետ։ Երեխան նայեց մայրիկին և ասաց. «Ես հիշում եմ նրան, բայց իմ ընտանիքը դու ես, իսկ եթե նա էլ սիրի ինձ առանց վատ խոսքերի, ես պատրաստ եմ հանդիպել, բայց ես քեզ չեմ թողնելու»։ Արմենը սկսեց պարբերաբար այցելել աղջկան, նա փորձում էր կապ հաստատել, բերում էր նվերներ, պատմում զվարճելի պատմություններ։ Սարան թույլ էր տալիս շփումները, բայց ներսում զգում էր, որ դրանք ժամանակավոր են։ Արմենը փորձում էր սիրաշահել ոչ թե հայրական զգացմունքով, այլ սեփական մեղքի մաքրումով։ Մի օր Սարան նրան ասաց. «Արմեն, դու կարող ես տեսնել աղջկան, բայց մեր ընտանիքն այլևս չկա։ Խնդրում եմ, մի ստեղծիր կեղծ հույսեր։ Լիլիթին պետք է կայունություն, ոչ թե կրկին կորուստ»։ Արմենը լռեց։ Նա հասկացավ, Սարան վերադարձի ճանապարհ չի թողել։ Այդ անգամ նա հեռացավ ավելի խոնարհ, առանց պահանջների։ Մի քանի ամիս անց Արամն առաջարկեց Սարային ամուսնանալ, բայց ոչ հանդիսավոր կերպով։ Նա պարզապես ասաց. «Կյանքը մեծ արարողություն չէ, այլ փոքր արարքներ, ու ես ուզում եմ ամեն օր իմ փոքր օրը կիսել քեզ հետ»։ Սարան ասաց այո, առանց դանդաղելու։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ ընտանեկան պուրակում։ Լիլիթը կարդում էր բանաստեղծություն, մայրիկիս ժպիտն ամենալավն է։ Հյուրերը քիչ էին, բայց ջերմությունն անսահման էր։ Սարան հագել էր բաց, վարդագույն զգեստ, իսկ նրա աչքերում կարդացվում էր նոր սկզբի խաղաղությունը։ Արմենն այդ օրը հեռվից նայեց հարսանիքը։ Նա զգաց ցավ, բայց առաջին անգամ առանց նախանձի։ Նա ընդունեց ճշմարտությունը՝ մի սիրուց հեռանալը երբեմն նշանակում է վերադարձ ինքդ քեզ, բայց իր վերադարձը շատ ուշ էր եղել։